Ես հասկանում եմ, որ դուք ոչ հոգեբանության, ասենք, դիպլոմ ունեք, ոչ հոգեբաններ եք, սերտիֆիկատներ չունեք եւ այլն, բայց ըստ երևույթին գեղեցկության սրահը այն տեղն է, որտեղ մարդիկ գալիս են ու պատմում են իրենց պատմությունները։ Ու ուզեք թե չուզեք, դուք ստիպված ինչ-որ միտեղ ներկայանում եք որպես հոգեբան, որովհետև լսում եք մարդկանց, ցավում եք իրենց ցավով, ապրում եք իրենց ուրախությունը կամ ցավը։ Ինչպես եք դուք այդ ամենը կարողանում հաղթահարեք, որպեսզի այդ ցավը, ասենք, եթե ինչ-որ մեկը ձեզ իրենց ցավի մասին խոսացել է, որպեսզի չմնա ձեր մեջ։ Ինչպես եք դուք այդ պատնեշը դնում, որպեսզի կարողանաք դա չտանեք տուն, այսպես ասած։ Հասկացա ձեր հարցը, Մարինա ջան, տեսեք, իրականում ճիշտ եք ասում, այդ միջավայրն է, որտեղ մարդիկ փորձում են կիսվել, բացվել, ավելի մտերմիկ ինչ-որ շփում են փնտրում, բայց կան սահմաններ երբեմն, որ մենք ինքներս թույլ չենք թողնում ավելին անցնի, որովհետև գուցե մարդը այդ պահին այդ տրամադրության տակ ուզում է ավելի անկեղծանալ, բայց հետո հասկանա, որ դա իրեն իրականում այդքան էլ պետք չէր։ Իրականում մեր մոտ դա շատ տրամադրող է, բայց սովորաբար այսպես է, ինչ ասվեց, այդ թողնում ենք այդ պահին, եթե մարդը ունի կարիք լսվելու, ինքը իհարկե լսում ենք, կարիք ունի այդ ընկերությանը, մենք այդ, այսպես ասեմ, ուսը տրամադրում ենք, բայց սրահից այդ կողմ, այդ թեման փակվում է, դրվում է մի կողմ, անցնում ենք հաջորդ աշխատանքին ու մեր մոտ նաև պարտադիր պայման է երբևէ չքննարկել այն, ինչ որ մեր մոտ խոսվել է, ամեն մարդ իր խոսացածը մնում է իր եւ մեր մեջ, այսինքն դա երբևէ չի քննարկվում ու այդ նորմալ է ինձ թվում է ցանկացած տեղ այդ կարող է լինել, բայց կարևոր է որ հաճախորդին ճիշտ պատասխան տաս, որ ինքը հասկանա, որ ինքը լսվեց, գնահատվեց, այսինքն բայց մնա սրահի մեջ, այսպես ասած։ Միանշանակ իրավունք չունեն դա երբևէ քննարկել այլ վայրում։